Բայց դուրս եմ ասում, ադրբեջանցիները այդքան չկան, որ այս ամեն ինչը կազմակերպեն։ Կազմակերպում են դրսի ուժերը, պարզապես իրեն շահերից բխում է, որ Ադրբեջանը Հայաստանին ճնշի, Թուրքիան էլ հետը։ Մենք որպես ճանապարհի խոչընդոտ դուրս գանք այս արանքից, իրենք իրենց նպատակներին հասնեն, սա է։ Ադրբեջանցիներին կբերեն, իսկ կաշկանդող չի լինելու, որովհետև արդեն պետությունը վերցրել են իրենք, իշխանությունը վերցրել են, կգան, եւ եթե մենք մնանք այս խելքին, ապա շատ կարճ ժամանակ հետո ինքնասիրություն ունեցող մարդիկ կհեռանան, մի մասն էլ կկծկվի իր ընտանիքի գոյությունը պահելով առումով եւ ամբողջը իրեն կվերցնեն ուրիշ այլազգիներ եւս եւ մենք կգնանք պատմության էջերը, եթե իհարկե ասենք խելքի չգանք։ Ես ինքս այս ամենը կանխած գալով արդեն քանի ժամանակ այս ահազանգում եմ, որ այս վտանգները կա, որպեսզի կարողանանք տեսակը փրկելու, ես այլևս չեմ ասում Հայաստանը փրկենք, ժողովրդին փրկենք, տարածել։ Գենը փրկենք։ Հա, պետությունը վերցրել է շատ խորամանկ ձևերով 2018-ին միլիոն մարդու հիմարացնելով, ժողովրդի մեծ մասն էլ ինքներդ էլ տեսնում եք, շատերը ասում են այս ովքեր են։ Ինչ որ փոքրատիվ հատված կա, ես ասում եմ 60,000, որ հայ գենը կրում են, այսօր դրանց փրկության խնդիրն է դրած։ Եվ այս որ ադրբեջանցիներին բերեն եւ այլը, գլխավորապես իրենց հարվածը նաեւ կրթական մշակութային այդ հակավորանում են այս հատվածին չեզոքացնելն է կամ այստեղից դուրս մղելը կամ այնպես անել, որ քիչ երեխաներ ունենանք, մենք մեր երեխաներին չկարողանանք անհրաժեշտ կրթություն տան, իրենք փորձեն այլասերել մեր երեխաներին եւ ինչ որ ժամանակ հետո գանք հաստենք, ասենք 1200 թվականի հայ ժողովրդի վիճակին, երբ որ կար 10 միլիոն մարդ, բայց մարդ չկար։